այն հաղորդակցությունը քեզ ու Աստծուն կապող խոսքն է, խոսքը քեզ լույս է տալի, լուսավորում է։ Աստծո խոսքը ուժ ունի, զորություն ունի, հոգի է եւ կյանք է։ Այդ կյանքը երբ լուսավորում է քեզ, դու հասկանում ես, ասում ես, բայց ես սրբացա ոչ թե իմ ջանքով, որ ես պիտի սանեմ, որպեսզի հասնեմ քեզ սրբանամ, բայց ես ոչինչ չարեցի, ու սրբացա, ու մաքրեցի։ Սա is շնորհք է։ Իսկ ողորմություն է, իսկ մեծություն է, իսկ փառք է, իսկ Աստված է։ Ես ասում եմ, որ դու քո հեշտակը կուղարկես, որպեսզի ինձ լավ քոթակի, լավ պատժի, ես քեզանից պատիժ ես ասում, ես ասում եմ, որ դու ինձ պատժես, բայց դու ողորմություն արեցիր, դու գթացիր ինձ, դու շնորհեցիր ինձ, հավիտենական կյանք, փրկեցիր ինձ, բայց ես լավ չեմ արել, ես որպեսզի քեզ հասնեի, ես պիտի լավ անեի, որ հասնեի։ Ինչու եւ կայանում է քրիստոնեության բուն նպատակը, որ առանց մեր սուրբ կանոնավոր սրբությունների արդարության ու ձևավորում ամի մեջ արդարություն, մարդկային թե մենք արդար ենք, որտեղ աստվածապաշտ ենք, որտեղ քրիստոնյա ենք, լավն ենք, բայց Աստծո սիրուն, մի թափանցիկ օներսը, ինչքանով ես լավը, մեջ սերը բխում է, կյանքա բխում, դու տենում ես ունես պատատվես, նվիրվես, լավություն անես, ողորմում ես, գթաս, դու ասած հարվում ես Տիրոջ ներկայության մեջ։ Սա է քրիստոնեության բուն կարևորությունը, կարևոր նպատակը, որ մարդուն իր մեջ վերցնի, մարդ Աստծով ապրի, Աստծո ներկայությամբ ապրի, եւ ոչ թե ես լավ եմ, ես արդար եմ։ Սո այս կողքին ես, հա, մտածում, քո մեջ տալարում ես, վերջ մարդ չդառան, վերջ երբ հասկանան ով Աստված, քննադատաբար են համոտենում, բայց իտոգում այդ ատոյալ անձնավորությունը Աստծո ներկայության մեջ եթե լինի նրա մեջից ողորմություն սեր կբխի, եւ ոչ թե մեղադրանք, քննադատություն, բոլորի կիզակետում ինքն է, իսկ դու կանի պես ես կուրքի նման ես եմ, ինձանից լավը չկա, ինձանից հոգևորը չկա, ինձանից քրիստոնյա, ավելի քրիստոնյա չկա, ես եմ։ Պատերազմեք մարդու պիրծ արդարության գագաթնակետին չաստիճանի հասնում, բայց երբ որ մարդը եթե տեսնա դիմացինի վատ վիճակի մեջ, ասում է Տեր, եթե քսեցա դու ընդունում ես, ես ավելի վատն եմ եղել, եթե դու ինձ ողորմել ես, դու ստանալազնավորությունը կողորմես ու կողորմես, բայց արդեն մարդիկ ասում են, բայց ես հասկանում եմ, թե Աստված ով է, դիտողում ինքը քննադատում է, ցանկացած մեկ, բայց եթե հասկանա Աստծո ճշմարտությունը, ինքը չի քննադատի, կխնդրի որ Տեր Աստված ոնց ինձ ողորմեցիր, նրան էլ ողորմություն արա, որովհետև խոսքը թող նրան էլ ուսավորի, խոսքի ճշմարտությունը թող նրան էլ հասնի, նրան էլ բացի, նրան էլ սրբագործի, որովհետև խոսքն է սրբագործում, հավատքը որ առաջանում է կյանք է բերում։ Հիսուսի միջոցով, Հիսուսին հավատալով օրհնության անձրևիտա կարող ես հայտնվել։ Այդ խոսքը քո մեջ հավատք է ծնում։ Դու հավատում ես այդ խոսքին եւ այդ խոսքը քո վրա կյանք է իրականացնում, կյանք է դառնում։ Դու տենում ես այդ դոկու տենում ես քո առօրյային, որ հայրը այդ խոսքի մեջ ձևավորեց եւ կյանք դարձավ ի մեջ։ Երրորդի բոլորիս։